Բարև ձեզ արգելի հեռուստատիտողներ, մենք շարունակում ենք վերաշխատանքը պոլիտիկայի մի եթերում, այսօր աշխատանքային օր է, մենք ձեզ ենք ներկայացնելու օրվա մամուլի կարևորագույն հրապարակումներ եւ այսպես։ Հրապարակ թերթը գրում է. Իջևան քաղաքում երթևեկում են Նիկոլ Փաշինյան եւ ԿՊԱ-կանների ձեռքերով արված սրտիկի պատկերով ավտոմեքենաներ։ Այդ պատկերը տաքսիստերի ապակիներին են վարորդները փակցրել։ Նրանց թիվն ավելի մեծ էր մինչ ԱԺ ընտրությունների օրը հունիսի 7-ը ընտրություններից հետո ոմանք արդեն հանել են։ Իջևանցի վարորդից տեղեկացանք, որ այդ սրտիկի իրենց ավտոմեքենային փակցնելու համար իջևանցի տաքսիստերին օրական 5000 դրամ են տվել։ Հրապարակ թերթը գրում է. չնայած Նիկոլ Փաշինյանի եւ նրա իշխանության նկատմամբ արևմուտքի կողմնապահ վերաբերմունքին, ընտրությունների միջազգային դիտորդական առաքելությունը նախնական եզրակացության մեջ հունիսի 7-ի ընտրությունների վերաբերյալ մի շարք ուշագրավ արձանագրումներ է կատարել։ Խախտումներն այնքան շատ են եղել, որ անգամ նիկոլասեր եվրոպացիները չեն կարողացել բոլորի վրա աչք փակել։ Զեկույցը բնականաբար ամբողջական իրավիճակը չի արտացոլում եւ առավել կենտրոնացված է Ռուսաստանի նախընտրական քարոզչությանը միջամտության վրա, սակայն տեղ են գտել նաեւ իշխանությունների կողմից իրականացված չարաշահումների վերաբերյալ որոշ գնահատականներ։ Ասեմ, որ սա եվրոպական դիտորդական առաքելության դասական պահվածք է, իրենք այդ արձանագրումներն անում են ակնհայտ խախտումների վերաբերյալ, ոչ թե նրա համար, որ օգնեն հայ հանրությանը ավելի լավ ընտրություններ կազմակերպել, այլ որ իրենց օբյեկտիվության բանը պահպանեն, պատկերը պահպանեն, իսկ իրականում իշխանության աջակցում են, որովհետև եթե իրական գնահատականներ լինեին, իրենք այս ընտրությունների արդյունքները պետք է կասկածի տակ դնեին, որովհետև իշխանությունը խայտառակ կերպով մինչև ընտրության օրը օգտագործել է վարչական ռեսուրս, օգտագործել է կրիմինալ փող եւ դա չէր կարող ազդեցություն չունենալ ընտրության արդյունքների վրա։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. օրաթերթի տեղեկություններով հակակոռուպցիոն կոմիտեն ավարտել է ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Արթուր Ավանեսյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննություն եւ այն ուղարկել դատարան։ Հիշեցնենք, որ Արթուր Ավանեսյանը կալանավորվել է 2 ամսով։ Նրան մեղադրանք է առաջադրվել ընտրակաշառք տալու համար Ավանեսյանի փաստաբանները հայտարարել են, որ իրենց պաշտպանյալը չի ընդունում առաջադրված մեղադրանքը։ Իր հերթին հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ հակակոռուպցիոն կոմիտեի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից համատեղ իրականացված ապացուցողական եւ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ ուժեղ Հայաստան կուսակցության համակիրը 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ազգային ժողովի ընտրություններում իրենց օգտին քվեարկելու դիմաց մի շարք ընտրողների խոստացել է աշխատանքի ընդունել կամ այլ եղանակով կաշառք տրամադրել, ինչն ընդունվել է վերջիններիս կողմից։ Հրապարակ թերթը գրում է. փորձեցինք ԿԸ-ից պարզել, թե որ ընտրատեղամասերում են քվեարկության մասնակցել զինծառայողները, ասացին, որ զինծառայողների մասնակցության վերաբերյալ որևէ տեղեկատվություն հրապարակման ենթակա չէ, բայց աղբյուրներում հրապարակված տվյալների համադրությամբ պարզեցինք, թե օրինակ Սոտքում քանի զինծառայող է մասնակցել ընտրությանը։ Ընտրություններից մեկ շաբաթ առաջ ՆԳՆ-ն հրապարակել էր ընտրողների թվերը ըստ ընտրատեղամասերի, ըստ այդմ Գեղարքունիքի մարզի Սոտք բնակավայրում 2056 ընտրատարածք ընտրելու իրավունք ուներ 695 ընտրող։ ԿԸ տվյալների համաձայն այս տեղամասում ընտրությանը մասնակցել է 1183 ընտրող, որից 517 ընտրողների հիմնական ցուցակից։ Մնացած 666-ը զինվորների ու նույն օրը դատական կարգով ընտրական իրավունք ստացած ընտրողների թիվն էր։ Եվ այսպես շարունակ տարբեր ընտրատեղամասերի վերաբերյալ կան տեղեկություններ։ Դուք գիտեք, որ նաև հրապարակվեցին կադրեր, որ խայտառակ ընտրախախտում էր թույլատրվել, ընտրատեղամասերը պետք է 20:00-ից փակվեն եւ այլևս նոր ընտրողներ չընդունեն։ Այնինչ ընտրատեղամասերից մեկում մինչև կեսգիշերն անցել արդեն հաջորդ օրն էլ դեռ զինվորներ էին մտնում ընտրատեղամաս եւ քվեարկում էին ուղեկցությամբ իրենց հրամանատարության, հասկանալի է ում օգտին, ենթադրելի է։ Հրապարակ թերթը գրում է. չնայած նոր խորհրդարանը դեռ չի ձևավորվել, սակայն ԿՊ-ի ներսում սկսել են պաշտոններ բաժանել։ Նախընտրական ցուցակի առաջին 30-ից 35 համարները հաստատ գործուղվելու են խորհրդարան, թեժ պայքար է ընթանում հատկապես ազգային ժողովի նախագահի պաշտոնի համար։ ԿՊ-ում կարծում են, որ ամենաարժանի թեկնածուն Հայկ Կոնջորյանն է, Ալեն Սիմոնյանը պետք է լքի պոստը։ Չնայած Ռուբեն Ռուբինյանն էլ է հավակնում այդ պաշտոնին եւ քիչ չի ծառայել, սակայն ԿՊ-ում կարծում են, որ նա կոնֆլիկտային խառնվածք ունի եւ չի կարող կոռեկտության սահմաններում մնալ ու բոլորի հետ հաղորդակցվել։ Լիլիթ Մակունցի տարբերակն ամբողջությամբ դուրս չի եկել, բայց քիչ հավանական են համարում։
Հրապարակ թերթը գրում է. հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները հատկապես շարաչուն ապտակ էին զորավար Սուրեն Պապիկյանի համար, որի հայրենի Լոռիում, մասնավորապես Ստեփանավանում, Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստան կուսակցությունը ջախջախիչ հաղթանակ է տարել։ Դիցուք Ստեփանավան համայնքի 20-31 ընտրատեղամասում ընտրության մասնակցած 757 ընտրողից 744-ը իր քվեն տվել է ուժեղ Հայաստանին, 8-ը ՔՊ-ին։ Ստեփանավանում ուժեղ Հայաստանը բացարձակ հաղթանակ է տարել բոլոր 13 ընտրատեղամասերում, առաջ անցնելով մյուս ուժերից։ Սա այն դեպքում, երբ այս համայնքը կարելի ասել Պապիկյանի ու նրա Գերդաստանի ոչչինան է, նրանց տոտալ վերահսկողության ներքո եւ համայնքային բոլոր առանցքային ու ոչ առանցքային պաշտոններում մինչեւ անգամ Մակրուի աշխատելու համար Պապիկյանի դաբրոն է հարկավոր։ Նրա ազգուտակն ու ծանոթ բարեկամներն են ամենուր պաշտոններ զբաղեցնում, անգամ ՔՊ-ում են շոկի մեջ ընկել այդ արդյունքներից եւ Պապիկյանին ակնարկել են, որ 0 հեղինակություն ունի։ Ասենք ինչ էր, անակնկալ էր Պապիկյանի հեղինակությունը, թե ՔՊ-ում Պապիկյանից այն կողմ տենց ուժեղ հեղինակություն ունեցողներ կան։ Հրապարակ թերթը գրում է. չնայած Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները դեռ ճշտվում են ու պարզ չէ ԲՀԿ-ն կանցնի խորհրդարան թե ոչ, սակայն մի բան փաստ է, որ անկախ փոփոխություններից ՔՊ-ն չունի եւ չի ունենալու սահմանադրական մեծամասնություն, հետեւաբար չի կարող մենակ կատարել Բաքվի տնային առաջադրանքը սահմանադրությունը փոխելու հանրաքվե անելու վերաբերյալ։ Այս փաստն անհանգստություն է առաջացրել Ադրբեջանում։ Ավելին, խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ Բաքվի լրատվամիջոցներում արդեն էյֆորիան պակասել է եւ անդրադարձեր կան այն մասին, որ Փաշինյանի խոստացած խաղաղության պայմանագիրը կարող է գրվել սառույցին։ Այժմ առանց սահմանադրական փոփոխությունների Փաշինյանը չի կարողանա խաղաղության պայմանագիր ստորագրել կամ դիվանագիտական հարաբերություններ հաստատել Բաքվի հետ եւ կարող է միայն որոշակի քայլեր ձեռնարկել առևտրի եւ տրանսպորտի ոլորտում, գրում են որոշ ադրբեջանցի վերլուծաբաններ։ Հա, մի քանի օր սրա մասին եմ ես խոսում, որ այո, գլխավոր խնդիրը հնարավոր չեղավ լուծել, բայց էական խնդիր լուծվեց Փաշինյանին զրկել սահմանադրական մեծամասնությունից եւ մյուս կարևոր խնդիրը, որ աշխարհին ցույց տվեցինք, որ Նիկոլ Փաշինյանին դեմ է հայ հանրության 51%-ը, 51%-ին մոտ։ Ամեն դեպքում քաղաքացիական պայմանագիրը 50%-ից պակաս ձայն ունի։ Սա կարևոր արձանագրում է աշխարհի համար եւ այդ արձանագրումը արվել է, անկախ նրանից, որ իրենք կարող են կառավարություն ձևավորել, բայց այստեղ կա նաեւ արդեն մարտահրավեր ընդդիմադիր ուժերի համար։ Արդյոք նրանք կկարողանան պահել իրենց շարքերն այնպես, որ դավաճանության հետևանքով արդյունքում Նիկոլ Փաշինյանը անասնագողություն չկարողանա անել։ Կոնկրետ օրինակ Հայաստան դաշինքի դեպքում քաղաքական վստահություն կա, քաղաքական թիմը անկախ լավ կամ վատ վերաբերմունքից թիմին, բայց անակնկալ է ուժեղ Հայաստանի դեպքում։ Իհարկե Սամվել Կարապետյանի մասով որևէ կասկած չկա, բայց քանի որ մեծ մասամբ ցուցակում անհայտ անուններ են, դժվար է պատկերացնել այդ մարդիկ քաղաքական ինչպիսի ամրություն ցույց կտան։ Այս առումով հետաքրքիր առաջարկ էր արել Արմենը Աշոտյան հանրապետական կուսակցությունից ընտրություններից առաջ, որ քանի որ կան անհայտ շատ տեխնացուներ, լավ կլինի, որ նրանք հրապարակային այսպես պարտավորություն ստանձնեն, որ ՔՊ-ի կողմը չեն անցնի։ Այս իմաստով այո, մարտահրավեր ունի ընդդիմությունը եւ այդ մարտահրավերը պետք է հաջողությամբ հաղթահարի։ Այսօր այսքանը, լավ մնացեք, կհանդիպենք վաղը։ Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի ճգնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48